Պետրոսի առաքելուն Նիկատոյքյան առաջին նստունն են դրված։ Փետրվարի 10-ին Հայ առաքելական եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնայեջ Մայր տաճարում Սուրբ Պատարագ մատուցվեց։ Սրբազան արարողությանը ներկա էին թեմերում եւ եկեղեցական կառույցներում սպասավորող 217 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, մայրաթորի միաբաններ եւ բազմաթիվ հավատացյալներ։ Պատարագիչը Մասյացոտնի թեմից Տեր Եզնիկ քահանա Մարտիրյանն էր։ Իր քարոզում նա անդրադարձավ օրվա խորհրդին։ Սուրբ Ղևոնդյանց սխրանքը լոկ պատմական իրողություն չէ, այլ աննահանջ հավատքով ապրելու հարատև պատգամ, ասաց պատարագիչը։ Այն կոչ է այսօրվա փոփոխական աշխարհում մնալու նույն հոգևոր պայքարի մեջ եւ մեր կյանքն աներեր կերպով խարսխելու քրիստոնեական արժեքների վրա։ Խնկելի սրբերի օրինակը մեզ սովորեցնում է, որ հավատը ոչ միայն դավանանք է, այլև քաջություն դիմակայելու ժամանակի փորձություններին եւ հավատարիմ մնալու հայրենյաց ավանդներին ու Սուրբ Էջմիածնի ուխտին։ Շատ կարևոր է գիտակցաբար մոտենալ այս խորհրդին, որովհետեւ ժամանակները չար են, ինչպես Պողոս Առաքյալն է ասում, եւ մենք պիտի կարողանանք ճիշտ պահին, ճիշտ հակահարված տալու աղոթքով։ Մեր հոգևոր հայրերից մեկն էր ասում, որ մենք չենք եկել հակամարտելու կամ չենք եկել կռվելու, եկել ենք հաշտության։ Եվ մեր աղոթքն է, որ հաշտվի, խաղաղվի մեր երկիրը։ Ղևոնդյանց քահանաների խորհրդով աներեր մնալու մեր խրամատի մեջ, ինչպես մեր սրբազանն էր ասում, մեր դիրքում, մեր պաշտոնի, մեր կոչումի մեջ հավատարիմ Վարդանանց ու Ղևոնդյանց խորհրդին, հավատարիմ մեր Հայր Աստծուն եւ մեր ազգընտիր գահակալին։ Տարբեր հարացանքներ, տարբեր ժամանակներ եղել են, լինում են եւ կլինեն, բայց եկեղեցին անսասան է, ինչպես ժայռը, որի վրա հիմնված է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, ինչպես մեր ամբողջ եկեղեցին հիմնված է առաքելական հիմքի վրա եւ անսասան է, հարատև է եւ հաստատուն է։ Քարոզի ավարտին Տեր Եզնիկը հայցեց, որ Սուրբ Ղևոնդյանց բարեխոսությամբ Տերը զորացնի Սուրբ Էջմիածնի ուխտապահ միաբանությանը, հոգևորականաց դասին եւ աստվածասեր ու բարեպաշտ ժողովրդին։ Պատարագից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ քահանաների պարգևաբաշխություն։ Ողջույնի խոսքով հանդես եկավ քահանայից հավաքի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Այնուհետև տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը։ Ծաղկյա Պիլոն կրելու իրավունքի արժանացել Հովեր քահանա Գամաղելյանը, Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Ի գնահատություն հայոց եկեղեցու անդաստանում նվիրյալ եւ արդյունավոր հովվական ծառայության մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն եւ լանջախաչ կրելու իրավունք։ Մարկոս քահանա Մանգասարյանը, Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Ավագ քահանայության պատվի արժանացան Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Տեր Եսայի քահանա Արթենյանը, Բուլղարիայի հայոց թեմից Տեր Դանիել քահանա Գարաճյանը։ Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց 30, իսկ քահանայական լանջախաչ կրելու իրավունք 13 քահանահայրերի։ Ղևոնդ երեցի իրավահաջորդը լինելով եւ Ղևոնդյանց քահանաների հաջորդը լինելով մենք այսօր նույնպես կարիք ունենք իրենց ոգով զորանալու, ամրապնդվելու մեր հաստատակամության, անսասան հավատքի մեջ եւ նույնը փոխանցելու մեզ վստահված համայնքներին։ Ծառայում եմ Դավուշի թեմում արդեն 1.5 տարի եւ փառք Աստծո, որ այսօրվա դժվարությունները, փորձությունները քահանայի առջև որ կան, մեր թեմում դեռևս չեն կարողացել հասնել իրենց նպատակին, որպեսզի կարողանան սասանել կամ որևէ տեսակի գայթակղություն դնել մեր քահանաների առջև եւ հուսանք, որ անսասան կերպով մեր Տիրոջ մեզ վստահված նավը պետք է առաջ տանենք եւ հասցնենք մեզ վստահված համայնքներին, հոտերին դեպի խաղաղ նավահանգիստը հոգու փրկության։
Այսօր առիթ ունեցա գտնվելու Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Սրբոց Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով։ Շնորհակալ եմ թեմակալ առաջնորդին, գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանին, որ այս առիթը ընձեռեց։ Եվս մեկ անգամ գտնվելու Մայրաթորում մեր ուխտը վերանորոգելու առ Աստված եւ մեր հավատարմությունը հայտնելու հանդեպ մեր Մայր եկեղեցին եւ հանդեպ ազգնդիր վեհապար հայրապետը եւ նաեւ առիթ ունեցանք ստանալու վեհապար հոր օրհնությունը։ Տոնի առիթով նաեւ արժանացանք թեմակալ առաջնորդի միջնորդությամբ Ծաղկիա Փիլոն կրելու պատվին։ Մեծապես պատիվ է մեզ համար եւ անշուշտ նաեւ պարտավորեցնող։ Եթե զուգահեռներ անցկացնենք, ուրեմն 5-րդ դարում Վարդանանց պատերազմի ժամանակ եղող հալածանքներին եւ նաեւ մեր իրականության մեջ վստահաբար կարող ենք զուգահեռներ տանել, որովհետեւ դարձյալ դրված էր մեր ինքնության հարցը, նպատակ կար դավանափոխ անելու հայերին, եկեղեցին հարվածելու եկեղեցուն եւ ինքնության հարցներ։ Այսօր ցավոք սրտի այս արդեն բացահայտ բռնաճնշումները իրականացվում են մեր հայրենի իշխանությունների կողմից, սակայն մենք ես ներկայացնում եմ Ռումինիայից թեմակալ առաջնորդի հետ միասին ամբողջ Ռումանիայից թեմական խորհուրդը բոլորը միասնաբար մենք կանգնած ենք մեր Մայր եկեղեցու կողքին, դատապարտում ենք անշուշտ նման հակաեկեղեցական շարժումները եւ հալածանքները, որոնք բացահայտորեն ցավոք սրտի իրականացվում են իշխանությունների կողմից։ Պարգևաբաշխության ավարտին ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու հայրապետական պատգամը հղեց ներկաներին, անդրադառնալով առ Քրիստոս հավատի վկաներ Սրբոց Ղևոնդյանց հայրենասիրության, խիզախության ու անձնազոհության մշտապայծառ օրինակին։ Վարդանանց պատերազմը ոչ միայն ռազմական դիմադրություն էր, այլև հոգևոր մարդ, որը վասն հավատո եւ վասն հայրենիաց նշանաբանով դարձավ զոր պայքար հանուն մեր ինքնության, մեր հավատի եւ հանուն անկախ ու ազատ կյանքի։ Պատահական չէ, որ հերոսական այդ պայքարը մեծ ազդեցություն է թողել մեր ժողովրդի վրա։ Դարեր շարունակ ազգից զավակները Սրբոց Ղևոնդյանց եւ Վարդանանց խիզախության վառ օրինակով ոգեշնչվել են ու մաքարել եւ փորձություններին արիության դիմակայել։ Իրավի Սրբոց Ղևոնդյանց եւ Վարդանանց նվիրական տոները Աստծուն քրիստոնեական սրբություններին ու արժեքներին մեր ժողովրդի հավատարմության նշանավորումն եւ մեր հոգեվոր ու ազգային ինքնության վկայությունը։ Սուրբ Ղևոնդյանք ու Վարդանանք մեզ պատգամում են չերկնչել, քանզի նեղություններն ու դժվարությունները ժամանակավոր են, իսկ հավատքի ուժը անպարտելի։ Այս տոներն ուսուցանում են ազգային շահերը սեփականից վեր դասել, հոգևորը բարոյականն ու առաքինին նյութապաշտությունից գերադասել, նշեց նորին սրբությունը։ Սուրբ Ղևոնդյանք եւ Վարդանանք ցույց են տալիս բռնացումը եկեղեցու եւ նախնյաց սրբազան ժառանգության վրա միշտ ընկրկելու եւ ձախողվելու է, արժանանալով հոգեվորականած եւ ազգից բարեպաշտ զավակների հզոր դիմադրությանը։ Մեր օրերում լրջագույն հիմնախնդիրների առջև է գտնվում մեր ժողովուրդը։ Տարատեսակ բռնաճնշումների է ենթարկվում եւ հարձակումներ դիմագրավում մեր Սուրբ եկեղեցին։ Վարչապետի գլխավորությամբ ձեռնարկված հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է։ Խոչընդոտվում է եկեղեցու առաքելությունը եւ լրջագույն վնաս հասցվում մեր ժողովրդի հոգևոր եկեղեցական կյանքին։ Դատական ատյաններում Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների բացահայտ խախտումներով հակաօրինական ու անարդար քայլերով իշխանությունները պետական լծակների չարաշահմամբ միջամտում են եկեղեցական կյանքին։ Հոգևորականներ սարկավակներից մինչև եպիսկոպոս ենթարկվում են հետապնդումների ու պարտադրանքների։ Եկեղեցին, սիրելիներ,
բոլորիս հոգևոր տունն է, որին ուղված հարվածներին դիմակայելը, եկեղեցու ինքնավարությունը պաշտպանելը մեր հավաքական պարտականությունն է, մեր պատասխանատվությունն է Աստուծո հայրենիքի ու գալիք սերունդների առջև։ Դիմելով հոգևոր հայրերին նորին սրբությունը պատգամեց, որպես Աստծո ծառաներ եւ մեր ժողովրդի հոգևոր սպասավորներ, սրբազան մեր պարտքն է ամուր պահել մեր Սուրբ եկեղեցին, իբրև կենթանի Աստծո եկեղեցի, սյուն եւ հաստատություն ճշմարտության, համաձայն առաքելական խոսքի։ Միասնաբար սիրելիներ դիմակայենք ազգային ու եկեղեցական հանդաստանում երկպարակտություն ու թշնամանք սերմանելու չարամիտ քայլերին, պաշտպանը լինելով արդարության ու ճշմարտության, Ղևոնդյանց ու Վարդանանց ոգին ու ազգանվիրումը դարձնենք աշխարհասփյուր հայության առաջնորդող ուժ, հավատքի ամրության, եղբայրսիրության եւ ազգային միասնականության ճանապարհ հարթելով դեպի հոգևոր զարթոնք եւ համերաշխ ոգով մեր ժողովրդի բարոր ապագայի կերտում։ Վերջում շնորհավորելով եկեղեցականներին Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով, ինչպես եւ պարգևի արժանացած քահանաներին, հայոց հայրապետը հայցեց, որ Բարձրյալն Աստված Սրբոց Ղևոնդյանց եւ Վարդանանց բարեխոսությամբ խաղաղություն շնորհի համայն աշխարհին, ամրապնդի հոգևոր դասի վճռականությունը, ծառայելու եւ գործելու ի սեր եւ ի պաշտպանություն հայրենի պետության ու համազգային շահերի եւ ի պայծառություն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու։ Հրավիրում ենք ձեզ, որպեսզի ձեր աղոթքները մշտահունչ առաստված բարձրացնեք ազատազրկված ձեր հոգևոր եղբայրների համար, որպեսզի նրանք կարողանան իրենց բնորոշ հոգու ամրությամբ դիմակայել բոլոր նեղություններն ու դժվարությունները եւ Տիրոջ օգնականությամբ դուրս գալ եւ շարունակել իրենց հոգևոր սպասավորությունը մեր հավատավոր զավակներին։ Աստված թող օգնական ու պահապան լինի մեր ժողովրդին, խաղաղության մեջ պահի մեր հայրենիքը, Աստված թող զորացնի մեզ եկեղեցականներիս, մեր պարտքը, մեր հայրենիքի, մեր նախահայրերի և գալիք սերունդների առջև արժանապատվորեն կատարելու և հավելելու փառքը մեր եկեղեցու բոլոր ժամանակների մեջ։ Աստված օգնական ու պահապան ամենից։ Հավաքը եզրափակվեց հայոց հովվապետի պահպանիչ աղոթքով։